Ողջույն բոլորին։ Շունչս կտրեց վռազեցի։ Սիրելի հետևորդներ, առավոտ շուտ 7:35-ը, այսօր ապրիլի 5-ն է։ Ու ես ճամպրուկային տրամադրությամբ եմ Էսելամին Բանդունգ։ Ճանապարհվում ենք դեպի Թբիլիսի, դեպի Վրաստան։ Գնում ենք ման գալու աշխատանքային ընկերներով եւ ոչ միայն պլյուս-մինուս տուրով ենք գնում, որպեսզի մեզ լիարժեք այնտեղ մանածն ներկայացնեն, ցույց տան, իհարկե Վրաստանը Թբիլիսին առանց տուրի էլ կարող ենք գնալ, բայց այնքան որ պիտի գնանք ուղղակի առանց իմանալու թե ինչը որտեղ է, իզուր ժամանակ կորցնենք, իզուր ծախսանենք եւ ոչ տեղին։ Հիմա տուրով ենք գնում, Երևանից մեքենան շարժվել է, մենք էլ պիտի գնանք, նոյեմբերյանն անցնենք, այն դեպի Բագրատաշեն տանող խաչմերուկից նստենք։ Մի խոսքով մեզ բարի ճանապարհ, ուրախ լավ ժամանց, մնացող անցել Ճիտս ծուրը, ոչ թաթուլս այդս, ոչ երեխաննիս են հետս, բայց դե այս անգամ էլ թող այսպես լինի։ Կարծում եմ շատ լավ ժամանակ ենք անցկացնելու, կարծում եմ շատ լավ հոլովակներ եմ ձեզ ներկայացնելու, այնպիսի բնական ու հասանելի բոլոր կադրերը, որ ձեզ թվա թե դուք եք մեզ հետ եկել Թբիլիսի ման գալու։ Մեր մեքենան էնա եկավ։ Դե ես վեշերս մոտիկացնեմ ճանապարհին, որ գնանք։ Գնացինք։ Ես ինչ ալել մազերս բա։ Սիրելի հետևորդներ, մենք արդեն վրացական սահմանում ենք, Տամոժնին անցանք, այնդի հերթա բրցնենք, առաջանանք ու գնանք տնանք մեր օրը ոնց անցնամ, ինչ ենք անամ, ոնց ենք անամ, լավ որ ձեռով են անում ինձ, լավ որ լարված մի քիչ, որովհետև եղանակը վատներ, մառախուղեր, զոռով եկանք, մի քիչ էլ ուշացած, ասի չտեմ որ ուշացել ենք, մի փոքր էլ ուշացած եկանք, բայց դե եկանք, հասանք, մի երկու կոպեկ փոխեցինք, որ այնտեղ ծախսենք ու սպասում ենք, այս մի փուլն էլ անցնենք ու արդեն Թբիլիս, Վրաստան ենք։ Ողջույն, ողջույն։ Հետևից էլ մեր խմբի մնացած մասնակիցներն են, էնա, տուտրևմ չի։ Մոտենամ այս արձանը ձեզ ցույց տամ մոտիկից, շատ մեծ է ինքը, շատ բարձր է։ Ճոպանուղին էլ հետա դիմացը երևում է։ Էնա, այնտեղից մենք էլ կգնանք ճոպանուղի։ Կադրում երևում է նաև օդապարիկը, որը անընդհատ իջեցնում, բարձրացնում են, տակից կապված է, ինքը առանց կապվել չեն թողում։ Հետ էլ ծառայություն է էլի։ Հիմա այստեղ ինչ ունենք, բարձրացան արդեն եկեղեցին, ես էլ գնամ, միանամ, այ այնտեղ։ Հիմա եկեղեցի նախկինում ծառայել է որպես բանդ, այստեղ պահել են Թումանյանին, ու լիքը հայտնի մարդկանց։ Հիմա բարձրացանք։ Սիրուն է շատ։ Այստեղ էլ եկեղեցու զանգերն են դրսի հատվածում, հենա, երևաց, հենա մեծ, երևաց։ Սիրելի հետևորդներ, արձանը դա Վարդան Գորգասարի արձանն է, այնտեղ դրսում որ ցույց տվեցի, իսկ արձանի դիմացում հին Թբիլիսին է, որտեղ ապրել են բացառապես հայեր։
Ինչ ազգի մարդ ասես կա։ Տեսեք ստյանի սկսած։ Սայ։ Ալադու են անում։ Սիրելի հետևորդներ, իրականում դժվար է ներկայացնել ամեն ինչ, ճիշտն ասած, լսում եմ մեր զբոսավարին, հետո նոր ես եմ սկսում շարունակել նրա խոսքը, կամ իմ կողմից եթե ինչ-որ բան գիտեմ, ես եմ ասում, ու մեկ էլ արագ-արագ վազելով գնում, որ տնամ այդ ամեն ներկայացրածը, մեր խմբից հետ մնալով կամ առաջ ընկնելով աշխատում եմ հասցնեմ ամեն ինչ, եւ ես ծանոթանամ այդ ամեն ինչին եւ ձեզ ներկայացնեմ, դրա համար մի քիչ վազքը շատ է։ Ասեմ, որ մեր խումբը խոսելով բոլորը գրեթե դառան իմ հետևորդները, ովքեր ինձ վաղուց հետևում են, այնա մեր զբոսավարն արդեն կանչում է։ Առաջանում ենք, չգիտեմ ուր ենք գնում, այստեղ ողջունեցին, ասում են, այստեղ շատ համեստ ես քեզ պահում, վլոգներում այդպես չի։ Դե հիմա այսպես է։ Շողոտ մտնում ենք Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։ Տեսեք, դուք որ բարձրանում եք, ձեր ձախ կողմից սալիկներ կար, հա, պատին դրված, այդ սալիկների վրա կարդացի կանոններ։ Դրանք այն մարդկանց անուններն են, ովքեր եկեղեցուն ֆինանսական աջակցություն եւ ցուցաբերել են եւ ցուցաբերում են, հա, մենք հյուրա Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու անմիջապես կողքն են, որ ասում էի վրացիների առաջին միրգը մուշմալան է, այս է հենց այդ մուշմալայի ծառն է, նայեք։ Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին, ասեմ, որ այստեղ 7 տասնյակից ավել հայկական եկեղեցիներ են եղել ու այդքան եկեղեցիներից մնացել են միայն երկուսը, Սուրբ Գևորգը, որը կաթողիկոսանիստն է համարվում այստեղ գործող երկու հայկական եկեղեցիների մեջ եւ մյուսը Հավլաբարի նոր Էջմիածինն է, Էջմիածնեցոցը։ Եկեղեցին կառուցվել է 1251 թվականին 13-րդ դարում Սուրբ Գևորգի մասնունքների վրա։ Իսկ սկզբանե մուտքի հատվածը եղել է հենց այս Սայաթնովայի գերեզմանի հատվածից, բայց որպես անընդհատ չգնան ու չգան այս տապանակարը չմաշվի, իրանք այստեղ հուշակոթող են կանգնեցրել ի պատիվ նվիրված Սայաթնովային եւ մուտքը եկեղեցու բացել են կողքից։ Այս եկեղեցին ներսից ամբողջությամբ Գևորգ Բաշինջարյանի եւ Հովնաթանյանի որմնանկարներով է պատված, քանի որ հիմա մեծ պահքի շրջան է, խորանը փակ է, ասեմ, որ մեր հայկական առաքելական եկեղեցիներին բնորոշ չի ունենալ երկաթային, քարային կամ փայտային տարբերակով փակ խորան։ Մեր եկեղեցիները միշտ լինում են վարակույրով, դա պայմանավորված է, որ առաքելական եկեղեցում հենց այդպես է, հա, բայց հիմա այստեղ բացի վարակույրով խորանը, որը հիմա փակ է, դա միայն պահքի շրջանում է լինում, նաև երկաթային տարբերակով խորան կա, դա բնորոշ է վրացական ուղղափառ եկեղեցիներին, որ իրենք ունենան կամ փայտային, կամ քարային, կամ երկաթային տարբերակով խորաններ։ Այս եկեղեցին ներսից շատ նման է Գյումրի 7 վերքին, եթե 7 վերքում եղել եք, 7 վերքին ներսում նույնպես կա փայտային տարբերակով մակետը, որը նույնպես այս եկեղեցու ներսում կա ու այնտեղ էլի փակ խորան կա, երկաթային տարբերակով խորան, այս երկու խորանները նվիրել են հույները հայերին, ի պատիվ երախտագիտություն հայերի, մեկը այստեղ Վրաստանում, մյուսը Գյումրի 7 վերքում։ Բոլորիս նպատակները թող իրականանան, բոլորիս։ Դարի կինոռեժիսոր, տոմսական արտիստ, դերասան Սերգեյ Փարաջանովի արձանն է։ Նայեք, Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մի որոշ նկարներ նկարահանվել են այստեղ։ Իր ֆիլմի մեջ նա հենց այսպիսի թռչնի կերպարով է, դրա հետ է կապված, որ այսպիսի թռչնի կերպարով էլ հենց արձանային հատվածն է։ Սիրելի հետևորդներ, այս էլ հայտնի արձան է այստեղ, Թամադայի արձան է կոչվում, բայց արտաքին տեսքով ինքը իրական իրան նման չի, որովհետև ինքը եղել է նաև կատագերգու ու ասեցին, որ այս արձանը 10 քանի անգամ ձևափոխված է, դրա համար այս տեսքը ունի։ Իսկ հիմա շարժվում ենք առաջ, գնացինք։ Այս ամբողջը մեր խումբն է, մենք երկու մեքենայով ենք, սկզբից որ պայմանավորվեցինք այս տուրի հետ, ասեցին, որ եթե հանկարծ այնպես ստացվի,
խումբը չհավաքվի, մեքենան չի շարժվելու, օրը փոխվելու է, որպեսզի ամբողջական խումբ ունենան եւ փաստորեն ոչ միայն խումբը հավաքվել, այլ նաեւ երկու մեքենայի է հավաքվել, որովհետեւ երկու մեքենա է իրենց կազմակերպությունը բերել այսօր ու երկուսն էլ լիքը, այսպես 34 թե 35 հոգի ենք ու մեր խմբով այսպես գրավել ենք փողոցները։ Առաջանում ենք, չգիտեմ ուր ենք գնում, երևի թե գնում ենք սննդի կետ, այսօր դեռ ոչ մեկս ոչ մի բան չենք կերել, չնայած նրան, որ շամշադնեցի ենք էլի, մի մեծ սումկատ դարիք ենք բիրել։ Դրուգինը սաղ ենք նսնիլ ենք ու վայել ենք։ Գնացինք առաջ, սիրելի հետևորդներ, երևի թե գնում ենք այս մոստով քայլելու, հիմա անունն էլ կասեն, ես էլ են հանգրի մի ավտոյի տակ, մեր խումբը առաջացավ, ես էլի հետ մնացի, որովհետև ձեզ հետ զրուցով եմ լել, ահա, գնացինք, այս թվում էր գնում ենք մոստով անցնելու, նկարվելու, բայց չէ, Спасибо, спасибо, спасибо. Желаете. Սիրելի հետևորդներ, մենք եկել ենք սննդային ընդմիջման Մեդուզայում։ Ասեմ, որ առաջին անգամ զգացի պահելու դժվարությունը, որովհետև պահքային ուտեստները շատ թանկ էին այստեղ, մի բաժին ուտեստը մի 4-5 հազար, իհարկե շատերը կասեն այդ թանկ չի, բայց դե հիմա ընկերներիս մեծ մասը Խինկալի, Գազ Վրաստան, Թբիլիսի ու Խնկալի չուտես իրենց այդ էլ սիրուն չի, ես էլ մեծ հաճույքով կուտեի, բայց այդ էլ թող մնա հաջորդ անգամը։ Պատրաստ են, բերեն մեր եղածը, ուտենք ու շարունակենք մեր ճանապարհորդությունը։ Սիրելի հետևորդներ, ես էլ իմ խագը ուտեմ տնամ համովա ու ձեզ ցույց տամ համովա թե չէ։ Համով, աղղվր տակ մի քիչ լավանեմ է։ Չէ գույնին մտեք մի կանիլ համովա։ Դուզա մարկամպոտին հոսնել չի։ Ես էլ վրացական, ավանդական, խինկալի։ Давайте, Անուշ արեք։ Հիլ եմ անում։ Давайте, քաշոչեք։ Տակիցի մի ծակի։ Ինչերա։ Ծակին մի ջուրի քնավեր։ Նկարվողներին եմ նկարը։ Ներկա բացակա չեմ կարանեմ ես կամարդում էջ, եկեք, իմ խումբը գայքա շատ է չեմ կարանեմ։ Արշավներ եկեք։ Ինչ անեմ, վեջոս հանեմ պահեմ վերեք ենք, ճոպանի բանվելու ենք։ Երեկոյան, նավարդություններ։ Այո։ Սիրելի հետևորդներ, կամուրջը կոչվում է խաղաղության կամուրջ կամ ապակե պատ։ Հիմա մենք դեպի ուր ենք։ Հիմա մենք գնում ենք Ռիկե պարկով այսպես մտնենք, կամուրջը դուրս են գալիս, ամբողջությամբ Ռիկե պարկն է այս ձախ կողմերում, մենք դեպի ձախ ենք գնում, որտեղ մեր մեքենան հիմա մեզ սպասում է, որ գնանք հյուրանոց, մեր այսօրվա հյուրանոցն է Grand Palace-ը, որը գտնվում է Գուջարեթի 17 հասցեում։ Խնդրեմ։
Շամշադինի համը, YouTube-ը։ Ինչ գրի Շամշադին։ Հա, հենց Շամշադինի համը։ Համը, հա։ Հա, YouTube-ով։ Հետաքրքիր շինությունն են, ժողովուրդ, շատ հետաքրքիր, այն որ տարբերվող։ Նույնիսկ որ չբացատրեն ինչ է, ինչ չի, ասում ես, սիրուն ասարկած ես ինչ է, տնասես ինչ է, հայ սենց մեծ գլխիս պտտած, բայց ես էլ մեր խումբն է, տեսեք ինչքան շատ ենք, այսքանը մենք ենք, եկել ենք Թիֆլիսը գրավենք։ Գնում ենք երևի թե հյուրանոց, մի փոքր հանգստանանք ու կշարունակենք արդեն երեկոյան ժամին մի քիչ ուղղակի շունչ քաշենք հանգիստ նստած։ Խմբով սաղով գնացել ենք, որ տեղավորվենք մյուս ինչա մեքենայի մեջ, ասում են չէ, որ չէ ձեր մեքենան չի, հետ ենք դառնում, ասում են բախի չեք ձեր չփոթված վիճակը նկարում, հետ չփոթվածն էլ ենք նկարում, նկարեցինք։ Սիրելի հետևորդներ, հենց ստեղից էլ սկսեմ ու ձեզ ցույց տամ մեր բոյքորը։ Մեր համարը 3 տեղանոց Թումարիա։ Ովքեր իրար շատ են սիրում ստեղ կքնեն, համարյա թե ծոցի, իրար ծոցի, ես էլ ընդի։ Սիրուն, լուսավոր, լավ, համարյա, մի ժամ, մի քիչ ավել, այստեղ հանգստանալու ժամանակ են մեզ տվել։ Это мы կարող է բացոցյա, բալկոնը բաց արա, երջան բալկոնը բաց է։ Հա, այս մեր տեսարանը, այստեղ ունենք սուրճի բաժակներ, թեյնիկ, փոքրիկ, մահճակալի մոտ փոքրիկ դարակներ մեր հագուստի համար, ընդեղ էլ գարդիրով էր էլի, այստեղ էլ ունենք, ացես մատաղ, ես լիսերը խարա, բա, լուրջ եմ ասում, հլը մի լիս վառեցեք, մի տեղ ինն էլ ավառım չի։ Դույ քեզ բան, բա ես ինչա։ Ես վերջով տամ կարողա ծենացի։ Շողով։ Լամորդ դերիքին։ Մի քիչ շփաթ հլա պետք է նանք ստի։ Հա, բայց ես ծարավը։ 5 ժամ ածարավը, ուղղակի նրանք որ իրանց մի կարաֆին գասոկը էքան թանկս ցինղի միշչարի թե ջուր ուզում։ Սիրելի հետևորդներ, մենք մի քիչ շունչ քաշեցինք, մեր խմբով հավաքվեցինք մեր սենյակը, սուրճ վայելեցինք, 2 բաժակ։ Այսօր դեռ չէինք խմել, ես կոնկրետ չէի խմել ու արդեն դրա կարիքը զգացվում էր, այո, պատրաստ ենք մենք, դու էլ հակի անձնագիրը տամ են դեպքում տու անոշին։ Հիմա արդեն ժամը 6-ն է, համարյա թե պատրաստվում ենք դուրս գանք, գնալու ենք եւ նավարկության եւ ճոպանուղի կնստենք ու չգիտեմ էլ ինչ կանենք, երեկոյան Թբիլիսիում կքայլենք, ասում են շատ սիրուն ա լինում երեկոյան, այնպես որ դեռ մեզ լավ ուրախ ժամանց, ձեզ բարի դիտում, կարծում եմ համով հոլով ակաստացվելու ու դուք էլ հավանելու եք։ Աղջիկներն էլ խառնվել են իրար, պատրաստվում են դուրս գանք, որովհետև 17-ից 18:00 պիտի լինենք մեքենայի մոտ։ Գնացինք։ Սիրելի հետևորդներ, գնում ենք ճոպանուղի։ Շինությունը որ կա, կողքի ավելի ճիշտ։ Դա ռեստորան չկա, շատ համով բուլուչկաներ կան այնտեղ։ Շատ։ Հա, ինքը ֆունիկուլոր է, էլի, գնացքի նման sense գետնի կպած հենա տեսնում եք ուղիղ գծով դեպի ներքև։ Աջ կողմում Սուրբ Դավիթ Հեվրացիական եկեղեցին է, եկեղեցու կողքն էլ անմիջապես վրացական պանթեոնը։ Գրիպայդների տոհմական գերեզմանները հենց այդտեղ են, այդտեղ է հողարկավորված անգամ Ստալինի մայրը։ Գնացինք։ Մենք էլ գնացինք։
Կանանք բարձրությունից վախմանք։ Գորը ժողովուրդը բարձրությունից վախում չէ, մեր ասում։ Ու ես բարձրությունից վախում, սա օրը սարերին ես։ Բա, կետ կընկնենք հո։ Այդ անցկացակ ոչ։ Ինքան էլ կեղտոտ, ավերկուլ տանք կեղտոտ։ Մի քիչ ադրենալին է, բայց մի քիչ։ Ու շոտ է կեղտոտ։ Ադրենալինը քիչ է, մեզ Կեղտը շոտ է։ Բա եկել եք ծիծաղելով, եկել չեք ոտ լուրջ նստեք կինեք։ Լույսերը բարել։ Ծաղկաձորին այն ռոլիկների մասն անցկենալիս, թե ինքս բարձր չի ես աստիճանի, բայց այն ձև դղդղկը ու բաց հա դե ինքս շուշա չի էլի մի երկաթ առաջով էտ մի ծոք իմս թե որ ինգեր։ Դե դա վերցապանի նման կծնեն ու աստում ես էլի բացուցի։ Հնությունն է ասախլը։ Ապսուս շուտ տաղացնա։ Դվայ իլել դենք, ոչինչ։ Մենք վայտ ովկեք։ Ես հայ եմ։ Վախկուցավ ատանեմ ես, հայ ես դու։ Հայ եմ ես։ Դու հայ ես։ Ես հայ եմ։ Վախկուցավ ատանեմ ես, ու ես պես տեղուր Օտարապերում մենակ նայեմ, սերս եմ գնդում, բայց օտարներ ինչ հասկանում, կասանցնում մի անցնում, սերս չեմ տեգնում, ու ես պես տեղուր օտարապերում, մենակ նայեմ, սերս եմ գնդում, բայց օտարներ ինչ են հասկանում, միան կասանցնում եմ, սերս չեմ տեգնում, հայ ես դու, Հայ եմ ես, դու հայ ես, ես հայ եմ, Վախկուցավ ատանեմ ես, իմ աղբեր ես, ջան, 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 լավ աղբեր ես, ես ոման, ու արևն արևը մեր տան, ապրիր, 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 իմ աղբեր ես, ջան, 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 լավ աղբեր ես, ես ոման, ու արևն ես մեր տան, ապրիր, 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 հավիտ ես, Շատ աղբեր։ Նորոգալություն, ծաղտանեք։ Նայեք այստեղից նախարարությունների շենքը, ամբողջ Ռիկետ պարկը, Հավլաբարը, անգամ Հավլաբարը երևում է։ Այս մեծ եկեղեցին, որ տեսնում եք, իրանց ներկայիս մայր տաճարն է։ Սա մեր Խոջի վանքի հայկական գերեզմանոցի տարածքի վրա կառուցված եկեղեցին է, հա։ Հավլաբարը հենց այդտեղից սկսվում է իրանց նախագահականով, Ռիկե պարկով եւ իհարկե այս երկար շենքը տեսնում եք կապույտ։ Դեպի աջ։ Այն կապույտ երկար շենքը։ Դա Հավլաբար հայկական թաղամասն է։ Դրանից մի փոքր ձախ են տեսնենք Էջմիածին եկեղեցին։ Մենք դրա մոտով այսօր առաջացանք դեպի մեր հյուրանոց։ Հիշում եք, դենց են գնացել։ Ժողովուրդ ակարդիոնից են լսեցի ու դե քաշում է, էլի ասում վայ Թաթուլ ջան, վայ քեմ հետա։ Գործ եմ ջարել։ Չէ, դա լակատակ, բայց այնքան հոգեհարազատ է, որ ուրիշ քաղաքում ես գտնվում ու հայեր են, հայը ոնց որ մի, չգիտեմ, էլի, օտարության մեջ գտած ես, ընդամենն այսօր ենք եկել ու արդեն այդ որ հայի հանդիպում ես կամ ինքը քեզ հայեր են բարևում, կամ ինչ որ մեկն ասում է, որ քեզ ճանաչում է, հպարտանալու, սիրելու, լավ չէր։ դիր գերազանց։ Այո։ Ժողովուրդ, ինչպես Երևանում, որ այն հա ոչ մի երևանցի կամ հայ չես հանդիպում, ստեղ էլ նույնը, համարյա վրաց չկա։ Սաղ այլ ազգի են, տուրիզմը մի այլ մակարդակի վրա է։ Ստեղից էր շատ ընտիր տեսարան, ամբողջ քաղաքը երևում է, ու այնքան գունավոր ու սիրուն, որ էլ չասած։
Ընտիր։ Սիրելի հետևորդներ, առաջացանք ու նկատեցինք այն արձանը, ասում ենք մեր մայր Հայաստանի նման արձանն է, էսել իրանց մայր Վրաստանն է։ Մի ձեռքին թուր է գտնվում, մյուս ձեռքին գինի, գինին, այն ինչ ասեց, գինին ընկերության հյուրասիրության, մյուսն էլ թշնամու պաշտպանության ինչ որ։ Սպիտակ սիրուն, լավ աղջիկ։ Սիրելի հետևորդներ, այստեղ էլ լավ հավեսով ման եկանք, հետ ենք դարձել, արդեն նորից նստում ենք ճոպանուղին, որ իջնենք ներքև, այդտեղից էլ, եթե չեմ սխալվում, պիտի գնանք նավարկության, քանի դեռ լույս է, ես էլ շատ ուրախ եմ, որ լույս է, հոլովակս կշարունակվի, լույսով կնկարեմ, ես լույս չեմ բերել հետս, այնպես որ եթե մտնեց ու այդքան լույսի պակաս եղավ, չեմ կարողանա ձեզ ներկայացնել այն ինչ որ անում ենք, հնարավորինս աշխատում եմ ձեզ հետ ու մեր ժամանցը ապահովելով ներկայացնեմ ամեն հետաքրքիր մաս մեր ճանապարհորդությունից։ Սիրելի հետևորդներ, այս շենքն էլ Պատրիարքարանի շենք է կոչվում ու ամբողջությամբ պատված է, չեմ կարող լավ ներկայացնել, բայց հիշում եմ, որ սկզբից սկսեցինք այն փողոցից այրով եկանք, մեր զբոսավարն ասեց, որ հենց այդ Պատրիարքարանի շենքն է, որը պատված է, ու այստեղից այսքանն է ընդամենը երևում, ամբողջությամբ ներկայացնել չեմ կարող։ Ընդհանուր այս փողոցը, որ գալիս ենք, ահագին տեղ է, արդեն քայլում ենք, խախանդ, հավես ու մի քիչ կոլորիտային փողոց էր, այստեղ եւս կոլորիտային հենա շինությունա, հիմնականում ինչ որ նկարել ենք, ինչ որ տեսել ենք, կոլորիտային է եղել, որ ասեմ այդպես, այս էլ հետաքրքիր է, այս ինչա։ Սա Ռեզո Կաբրիաձեի անվան տիկնիկային թատրոնի շենքն է, ժողովուրդ, նայեք, այստեղ մի քանի ժամացույցի տեսակներ կան, հա, արևային ժամացույցը, այստեղ աշխարհի ամենափոքր ժամացույցն է, ու սա աշխատող ժամացույց է, որ մոտիկից նայեք կտեսնեք։ Այստեղ ամբողջ երկրագուտնը քարտեզային տարբերակով պատկերված, իսկ այս ներքևինը նշանակում է ամբողջ երկրագնդի վրա մարդկանց կշիռը։ Նայեք։ Այստեղ այս վերևի հատվածում կուկուշկա էլ կա, որ ամեն օր օրվա մեջ 2 անգամ է առավոտյան ժամի 1 ժամը 7-ի կողմերը դուրս է գալիս, ինքը sense կտ տարբերակով դուրս է գալիս եւ նույն տարբերակով էլ առաջանում դեպի ներս։ Այեն վերևից է դուրս գալիս։ Իսկ այս ներքևում Ռեզո Կաբրիաձեի պատրաստած տիկնիկներն են հերթով գնում։ Ինքը այս թատրոնում է աշխատել, թատրոնը կառուցվել է 1870-ական թվականներին ու իր տիկնիկները, իր պատրաստած տիկնիկները այստեղի բեմադրությունների համար են եղել հիմնականում ու հենց այստեղ են բեմադրությունները տեղի ունեցել։ Հիմա սա գործող շենք չի։ Սիրելի հետևորդներ, այս էլ ոնց որ ասում են Պապուծի Լիսալիդիայի արձանն է, որը այստեղ ասենք այդպես մեկնաբանեցին, որ ինչպես Երևանում Մարշալ Բաղրամյանի անունով եւ արձան կա տեղադրված եւ փողոց, այստեղ էլ Լիսալիդիայի արձանն ու անվան փողոցը, անվան վամբ փողոցը։ Շատ նեղ փողոցներ են, ի տարբերություն Հայաստանի, ինձ թվում է անընդհատ այդպես ենք նկատում, որ փոքր նեղ փողոցներ են, հին շենքեր են, խաղաղ վիճակ է, այս որտեղ որ մենք ման ենք գալիս, խաղաղ վիճակ է, խախանդ։ Գիտեք ոնց է, չհոգնեցնող քաղաք է, այն որ ձայները շատ չի, մեքենաները շատ չի, այստեղ մոտոցիկլներ կան, նրանք են ազդումներ վերիդ, որովհետև հենց տրռալ են գնում, որ գլուխը ցավում է, բայց ընդհանուր առմամբ պատկերացնում եմ առավոտ ժամը, այդ ժամից սկսեինք Երևանում ման գալ, մի քիչ Երևանում ակտիվ է շատ։ Ազատության հրապարակից մինչև իրենց Ռուսթավելի պողոտա 1.5 կիլոմետր է ամբողջ երկարությունը։ Ռուսթավելին շոթա Ռուսթավելու անվան է հենց։ Dressing my pain, California.
Ես եմ Թբիլիսիի փողոցներում թափառում եմ չէ, ման եմ գալիս իրոն զբոսնում ենք, ման ենք գալիս, ծանոթանում ենք քաղաքին լավ է, շատ հավեսով ժամանակ ենք անցկացնում իսկ եթե ասածներիս մեջ կրկնվեմ սիրելի հետևորդներ, նշանակում է, որ արդեն մոռացել եմ սկզբից ինչ եմ ասել հիմա ինչ եմ ասում, ոնց եմ ասում ու ընկնում եմ ավտոյի տակը անցանք, ես մի փողոցն էլ անցանք Պետք է սկսել էր նոր ասովորում ոնց որ ռեպետիցիա է դամ 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 դարարարամ դարարարամ դամ Ահա դիմացնա գողարը Սիրելի հետևորդներ, շարունակում ենք մեր քայլարշավը գտնվում ենք Մեյդան հրապարակում, Մեյդան փողոցում ասում եմ, ինչքան բառեր ունենք, թե այս ազգից, թե ուրիշ ազգից վերցրած օրինակ Մեյդանն էլ, որ մեկը ընկնում է Մեյդան, մեկն ընկնում է Քուչեն իրան ցույց է տալիս, ասում ենք ինչ է իրան Մեյդան գցել հիմա էս է, Լեն ու Բոլ փողոց էր ու անվանումը Մեյդան Բանիկները այն կողմում են, նայեք Իրենք թուրքական և ծծմբական են կոչվում, թուրքական են կոչվում, որովհետև նրանց ոճը արևելյան իրանք այսպես խինկալիքի են նման և ծծմբական, որովհետև գործում են ծծումբ ջուր հարաբերակցությամբ, ծծումբը ինչպես գիտեք մարմնի համար շատ օգտակար նշանակություն ունի, այս բաղնիքները առանձին սենյակներով գործող բաղնիքներ են ու սպա կենտրոնների նման են։ 17-ից 18-րդ դարում են կառուցվել ու հիմա էլ մի փոքր առաջանանք կտեսնեք, որ էլի կառուցման ընթացքի մեջ կան բաղնիքներ։ Եկեք Ինչ արժի այդ բաղնիքից օգտվել տենաս։ Թանկա մի երևի 2-300 լարի։ Հա։ Սովորական պրոցեդուրաները։ Հա, սովորականները նույնիսկ։ Իրանք աշխատողները ներսում բոլորը թուրքեր են։ Օհո։ Հա դե բա։ Թուրքերի հետ լղանալ կլի։ Իրանք լղանում չեն իրանք, իրանք լղացնում են։ Դու նրանց լղացրածներ չեն գուզում։ Դե բա ուսմս թե չես ուզում։ Աղդում իրանք լղացնողի դերում են։ Դրանց կողքը պետք է շատ կեղտոտ քնես։ Դրանց կողքը պետք է շատ կեղտոտ քնես։ Գոնե։ Աբաս։ Էս էլ մի ժամ քայլել ենք։ Ժողովուրդ որ գանք հասնենք ծծմբական բաղնիքներին։ Ինքը հասկանում ենք, որ շատ առողջարար ու շատ կարևոր բան է, բայց որ ասես կյանք, այսքան փող տանք, որ ստեղ աշխատողներն էլ ասեցին ներսում սաղ անուններն էլ չեմ ուզում տամ, վրացիներ չեն, ոչ էլ հայեր են, էլ չասեմ ովքեր են, ասում եմ շնորհակալ ենք դրանց լողացրածը մեզ բացարձակ պետք է չի, օպա, մենք ինքներս մեզ կլողացնենք։ Սիրելի հետևորդներ, երկար քայլեցինք, եկանք հասանք ծծմբային բաղնիքները եւս տեսանք։ Դե եթե չես օգտվում, ներսը տեսնել չես կարող։ Մեր խումբն արդեն առաջանում է ու բավականին հոգնեցին թե ջահելները եւ թե մեծերը, որովհետեւ առավոտ ժամը 5-ից վեր կացած ենք, մեքենաների մեջ ենք ու հիմա արդեն ժամը 15-ը պակաս 21-ից 55-ը այսքանով ավարտում ենք այսօրվա մեր մանգալը, գնում ենք հյուրանոց, այնտեղ արդեն երևի թե հանգստանանք, չնայած ասեցին, որ 7-րդ հարկում միջոցառում կա, համերգ ծրագիր, ռեստորան, կարող ենք գնալ օգտվել թե ռեստորանից եւ թե լավ ժամանակ անցկացնել։ Եթե հասցնենք գնանք, դեռ մի ժամ ունենք, կգնանք անպայման, դրա համար դեռ այստեղ հաջող չեմ անում, տեսախցիկս անջատեմ, միկրոֆոններս անջատեմ, ուղղակի հետս հասցնեմ մինչև համար, եթե շարունակելու լավ
գործ ունենանք, անպայման էլի կմիանամ ձեզ, իսկ եթե չմիանամ, գոնե հաջողանելու համար էլ հո կմիանամ։ Դե գնացինք, ես էլ հոգնեցի արդեն։ Սիրելի հետևորդներ, մեր օրն այսքանով ավարտում ենք, այնպես չի որ քիչ էր, լավ հոգնել ենք, լավ ման ենք եկել, վերջում էլ եկանք մի լավ, վրևում իր դուզը, եկել ենք մի լավ կերել խմել, կացեք ծույս տան, ուր ամոտ, զոլթ դերիք չունինք ճիշտն ասած, բայց մի կուճուր շեփետ դերիք ենք բիրել էլի, են էլ իմ գլխավերևը մայ նկարը ընդիդ եմ քնել, սիրելի հետևորդներ շատ լավ օր ենք ունեցել, այս պահին նկարահանումն անում եմ առանց միկրոֆոնի, որովհետև միկրոֆոնների զարատկեն նստել էր ու էլ դրել եմ զարատկի, էլ կիսակ չհանեցի, որ միացնեմ, իսկապես լավ օր ենք ունեցել, առատ, ակտիվ, ուրախ, այնքան շատ ենք ծիծաղել, որ էլ ասելու չի, կյանքներս երկար էլա, շատ ենք ծիծաղել, որի ժամանակ չէի կարող տեսախցիկը միացնել, կասի կեսով են ես ջրիկնին, բայց այն որ շատ ուրախ օր ենք ունեցել, այդ միանշանակ, հիմա եկա ձեզ հաջողանեմ, վաղն էլ կմիանամ ձեզ, առավոտ ժամը 8:30-ից, պատժամա, առավոտ 8:30 նախաճաշ ու 9:30 էլ պիտի արդեն դուրս գանք, շարժվենք, պիտի գնանք ջվարի, մցխեթա, իրա տեսարժան վայրերով, սիրուն տեղերով, մեր զբոսավարի հետ, հոլովակի ներքևում կտեղադրեմ մեր այս տուրի Facebook-յան էջի հղումը, որից կարող եք օգտվել, շատ լավ մարդիկ, շատ լավ կազմակերպված խումբը, շատ լավն էր, մեր զբոսավարի մասին խոսքեր չկան ընդհանրապես Նաիրայի մասին, բացի այն, որ ինքը իր գործում շատ լավն էր, շատ լավ մարդ էր, պլյուս շատ մեծ էր, էդ էլ մի մեծ պլյուս։ Սիրելի հետևորդներ, բոլորիդ մաղթում եմ մեր նման այսպես բարձր տրամադրություն ու ովքեր նոր են միացել ալիքից բաժանորդագրվում եք, լայքում եք հոլովակներս եւ գրում եք մեկնաբանություններ։ Դե լավ, գնացինք, մնացեք բարով, հաջողություն։